Սիրելի բարեկամներ, կալուգացի օլիգարխը նաև շարքային ստախոս է։ Եկեք դիտենք տեսանյութը եւ ես հետո կապացուցեմ թե ինչու։ Բոլոր տենդերները կարող եք նայել կամ կրում են ՔՊԱ-ականները կամ ՔՊԱ-ականների համախոհները։ Ուրեմն 2019 թվականին, երբ պետական բյուջեի եկամուտները գերակատարվում էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ հանձնարարեց առաջարկներ տալ, թե ինչպես ծախսենք այդ գումարները, պետական բյուջեի մուտքերը, եւ ես երկու առաջարկ ներկայացրեցի որպես առողջապահության նախարար, մեկը պետպատվերի ընդլայնումն էր մի քան մոտ 10 միլիարդ դրամի չափով, եւ նաեւ բժշկական կենտրոնների կառուցման եւ արդիականացման աշխատանքներ, եւ դրանց մեջ էր նաեւ Տաշիրի բժշկական կենտրոնը, որը շատ անմխիթար վիճակում էր եւ հիմա էլ նա կառուցվում է եւ շուտով կհանձնվի շահագործման նոր շենքը։ Գիտեք ով է կառուցում Տաշիրի բժշկական կենտրոնը եւ ով է հաղթե այդ գնման գործընթացը ի հակառակ կալուգացի ստախոս օլիգարխի պնդումների։ Հենց իրենք, պետական բյուջեի հաշվին նաեւ շահույթ ապահովելով, T Construction կազմակերպությունը շահել է գնման գործընթացը, տենդերը Տաշիրի բժշկական կենտրոնը կառուցելու։ Սրանից ավելի լավ ապացույց նրա ստախոս լինելու չկա եւ նաեւ լավ ապացույց իր այդ կեղծ բարերարության կամ մեծն բարերար լինելու, որ հենց Տաշիրի բժշկական կենտրոնը պետական բյուջեի միջոցներով կառուցում է Տաշիր գրուպին պատկանող ընկերությունը շահույթ ստանալով էլի պետության հաշվին։ Լավ եղեք։